Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր հունիսի 4-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր ես ուզում եմ անպայման ձեզ հետ կիսվել կարևոր նորություններով Միացյալ Նահանգներ Ադրբեջան, Եվրամիություն Ադրբեջան հարաբերություններում Գնում է ստեղ զարգացում, անպայման դրա մասին մենք պետք է խոսենք, այդ ինֆորմացիան ունենանք։ Այսօր ես նորից կբերեմ օրինակներ, ոնց է փորձում Եվրամիությունը, Միացյալ Նահանգները մեզ աջակցել։ Նաև շատ լավ լուր ստացանք Վրաստանից։ Ու պարզ է այսօր կշարունակենք այն վերլուծությունը այն մեր արձագանքը, որը կապված է Ռուսաստանի քայլերի հետ։ Իրոք Ռուսաստանը չափը անցնում է, երեք էլ 4, 5, 6 բարձր պաշտոնյաներ Ռուսաստանի խոսացին Հայաստանի մասին, Հայաստանի եվրոինտեգրացիայի մասին, Շոյգուն հասավ նրան, որ սկսեց սպառնալ, որ աղետ կլինի մեր ատոմակայանում, չգիտես ինչու, վախացնում եմ, դա է պատճառը, ուզում են վախացնել, վախ մտցնել մեր քաղաքացիների մեջ, որ մեր քաղաքացիները գնան ու քվեարկեն Կրեմլի ուզածով, ռուսամետ ուժերի օգտին։ Ուստեղ է, որ այս նարատիվները, այս վախերը, որոնք գեներացնում են Ռուսաստանի պաշտոնյաները, Ռուսաստանի պրոպագանդիստները անպայման պետք է մենք պատասխան տանք մանրամասն բացատրենք մարդկանց ինչոց է դա է պատճառը որ այդ թեմաներին այսօր նորից ես անդրադառնում եմ քանի որ դուք կարող եք ասել պարոն Գրիգորյան հասկացանք ճիշտ ենք ասում բայց անընդհատ process-ը գնում է դա ինչ է նշանակում այստեղ մենք այսօր մանրամասն կխոսենք Ընդդիմությունը Հայաստանի, առաջերտին երբ ասում են ընդդիմություն նկատի ունեմ ռուսամետ ուժեր, որոնք ակտիվ գործում են, ակտիվ աշխատում են, կարողանում են, էտել ձեզ ասեմ, հավաքել բավական մեծ թվով մարդկանց, այս ընդդիմությունը հաճախ ուղղակի կրկնում է Ռուսաստանի նարատիվները, ու Ռուսաստանի կողմից հնչած սպառնալիքները տարածում են մեր հայ ժողովրդի մեջ։ Ուրեմն սկսում ենք մեր աշխատանքը այսօրվա, մինչև աշխատանքի սկիզբը այսօրվա խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել եւ աջակցել մեր YouTube-յան ալիքին։ Անչափ դա մեզ համար կարևոր է, որ մենք կարողանանք շարունակել մեր աշխատանքը։ Նայեք Այդպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին եւ Թուրքիան խոսած եւ Ադրբեջանը վերջի 2 օրը։ Ինչ նկատի ունեն իրանց Զանգեզուրի միջանցքը, այն ճանապարհը, որը իրանք ի վերջոն անցկացնելու են Հայաստանով։ Ու դուք գիտեք իմ կարծիքը, այդ Դոնալդ Թրամփ ուղի այս ծրագիրը կամ Մեղրիով ճանապարհը, որը Դոնալդ Թրամփ ճանապարհն է, Ես կողմնակից եմ, որ մենք կառուցենք Միացյալ Նահանգների հետ ու գնում է աշխատանք ու դա շատ կարևոր է, միաժամանակ պարզ է մեր սուվերենության աստիճանը ստեղ ոչ մի զիջում չպետք է տա, ոչ մի թուլություն չպետք է տա, այն մասը, որը գալիս է Թուրքիայից Նախիջևանով դեպի մեր տարածք ու գնում է դեպի Ադրբեջանի տարածք, ադրբեջանցիք եւ թուրքերը անվանում են Զանգեզուրի միջանցք ու Թուրքիայի տրանսպորտի նախարարը ինքը ասեց, որ այդ Զանգեզուրի միջանցքի աշխատանքները գնում է, հիմա շինարարություն կսկսվի Ղարսից, Իգդիրով, Արալիկ, Դիլուջու դեպի Նախիջևան։ Ու իրանք ասում են, որ նաև Հայաստանի տարածքով այնտեղ աշխատանք գնում է ու երբ որ այդ ամեն ինչը լինի, մենք կկապնվենք կենտրոնական ասիական երկրների հետ ավելի կարճ ճանապարհով։ Նույնը կրկնեց Իլհամ Ալիևը,
Բաքվի ֆորում էր տնտեսական Բաքվում ու այնտեղ ինքը կրկնեց, որ այդ Զանգեզուրի միջանցքը մենք Դոնալդ Տրամպի հետ եւ Հայաստանի վարչապետի հետ կառուցում ենք։ Ես հատուկ ուշադրությունը դարձնում եմ, որ հենց երեք եւ Թուրքիայից եւ Ադրբեջանից լսեցինք բացասական կոնտեքստ Հայաստանի մասնակցությանը չկար, ուղիղ հակառակը, իրանք ասում են, ստեղ Հայաստանը կա, մենք աշխատում ենք ամերիկացիների հետ, Իլխամ Ալիևը ասեց Հայաստանի հետ, բայց առաջ են բերում անընդհատ իրանց տերմինոլոգիան։ Զանգեզուրի միջանցք։ Մենք մեր հատվածում, Մեղրի հատվածում երկաթգիծը, որը պետք է ամերիկացիների հետ մենք միասին վերականգնենք, մենք ասում ենք Դոնալդ Տրամպ ուղղու ճանապարհ։ Մյուսը, Միացյալ Նահանգները ստորագրեցին Ադրբեջանի հետ այս հազվագյուտ մետաղների հետ կապված, միներալների հետ կապված պայմանագիրը։ Դուք գիտեք, այդ կարևորագույն թեման է Միացյալ Նահանգների համար, որ կախվածությունը Չինաստանից թուլացնեն, դա է պատճառը, որ Միացյալ Նահանգները հիմա տարբեր երկրների հետ դա ստորագրում են։ Ադրբեջանի հետ էլ ստորագրվեց։ Հիշում եք, երբ որ ստեղ էր Մարկո Ռուբիոն մի քանի օր առաջ, Մարկո Ռուբիոն 3 փաստաթղթեր ստորագրեց Արարատ Միրզոյանի հետ, փաստաթղթերից մեկը հենց հազվագյուտ մետաղների ոլորտում մեր համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ, ինչը միանշանակ ողջունել է։ Հիմա Ադրբեջանը ստորագրեց այս ձևի փաստաթուղթ։ Բայց տարբերությունը նա է, որ Մարկո Ռուբիոն ստորագրեց մեզ հետ, Ադրբեջանի հետ փող արտգործնախարարի, փող պետդեպարտամենտի մակարդակով ստորագրվեց, ավելի ցածր մակարդակով ստորագրվեց այդ փաստաթուղթը։ Դա էլ ցույց է տալիս վերաբերմունքը։ Միացյալ Նահանգների համար Հայաստանը շատ կարևոր է, նույնիսկ ավելի կարևոր է համեմատ Ադրբեջանի հետ։ Այդ նյուանսի մասին ուզում են հատուկ ուշադրությունը ձեր դարձնել։ Ադրբեջանը եւ Եվրամիությունը հայտարարեցին, որ վերսկսվում են բանակցությունները Ադրբեջան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության շուրջ բանակցությունները։ Ես ճիշտ ասած կասկածում եմ, որ Ադրբեջանը Եվրամիության հետ կկարողանան ստորագրել ռազմավարական նշանակություն փաստաթուղթ, քանի որ այնտեղ մարդու իրավունքների ոլորտում իրոք Ադրբեջանը ունի լրջագույն խնդիրներ, ես ել չեմ ասում հայերի, Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի մասին, Եվրամիությունը այդ սկզբունքներից հետ չի կանգնի, բայց այնուամենայնիվ Եվրամիությունը վերսկսեց համաձայնվեց վերսկսել բանակցային process-ը Ադրբեջանի հետ։ Դուք գիտեք, Դոնալդ Տրամպը երկարացրեց այն սառեցումը 907-րդ բանաձևի, որը ընդունվեց, հիշում եք, կոնգրեսի կողմից 1992 թվին, երբ որ այն ժամանակ Ադրբեջանը սկսեց պատերազմական գործողություններ եւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ, այն ժամանակ այդ սահմանափակումները մտցվեցին, որ ոչ մի աջակցություն, նաեւ այդ ռազմական ոլորտում Ադրբեջանի, բայց դուք հիշում եք, դա Ջորջ Բուշի ժամանակն էր, հանվեց, ավելի ճիշտ սառեցվեց այս աշխատելը այս դրույթի, բայց այդ դրույթը կառավարությունը Միացյալ Նահանգների չի կարող անել, դա կոնգրեսով կհանվի, քանի որ դա մտցվեց այս ժողովրդավարության հետ կապված օրենքի մեջ, այդ 907-րդ բանաձևը կապված է օրենքի հետ, դա օրենսդրական նախաձեռնություն էր կոնգրեսականների 1992 թվին, երբ որ շրջափակման մեջ Ադրբեջանը վերցրեց եւ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը։ Բայց Դոնալդ Տրամպը շարունակեց այդ ավանդույթը, որը սկսեց Ջորջ Բուշը, այս դրույթի աշխատանքի սառեցումը հերթական 1 տարով։ Այդ մեսեջեր Ալիևին, որ մենք շարունակում ենք ձեզ հետ աշխատել։ Մենք լի ենք վճռականության,
այս ծրագրերը նաև հայ-ադրբեջանական խաղաղության process-ի շրջանակներում ձեզ հետ շարունակել։ Այդ էր մեսեջը Դոնալդ Տրամպի, ինքը գոված նաև Իլհամ Ալիևին, հիշում եք մեսեջը Դոնալդ Տրամպին Նիկոլ Փաշինյանին, շատ դրական, շատ ջերմ, ու հիմա ինքը ուղարկեց նաև մեսեջ Իլհամ Ալիևին։ Ինչ կարող եմ ասել, Միացյալ Նահանգները ուզում են, որ խաղաղությունը կայուն լինի մեր տարածաշրջանում, պարզ է իրանք պետք է աշխատեն եւ մեզ հետ, ու աշխատում են մեզ հետ, եւ Ադրբեջանի հետ։ Ու իրենք փորձում են ոչ թե հակասությունների վրա խաղալ, այլ համընկնող շահերի վրա Ադրբեջանի, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Լավ լուր եկավ Վրաստանից, պարոն Կոբախիձեն, Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ այն երկաթգիծը, որը կառուցվել է Բաքու-Թբիլիսի ղարս, այս երկաթգծին կարող է միանալ նաև Հայաստանը։ Այդ ծրագիրը, որը նաև շարունակում է իրականացվել, այս ծրագրի մեջ մասնակցություն կարող է ունենալ նաև Հայաստանը։ Դա շատ լավ լուր է, պարզ է, վրացիք դա չէին կարողանալու անել առանց համաձայնեցնելու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, պարզ է դա, ուրեմն կա դրական նաև մեսեջ, որ այդ երկաթգիծը մենք կարողանանք օգտագործել։ Պարզ է, մեր շահը առաջի հերթին վերականգնել երկաթգիծը Գյումրի ղարս, հասկանալի պատճառներով, այդ դեպքում ուղղակիորեն դու մտնում ես Թուրքիայից, բայց մյուս կողմից տարբեր հնարավորություններ պետք է օգտագործել, ոչ մի բանից պետք չէ հրաժարվել, նաև Բաքու-Թբիլիսի ղարս այս երկաթգիծն էլ պետք է օգտագործել։ Հիմա Ռուսաստանը բավական կոշտ քաղաքականություն է վարում մեր նկատմամբ, նպատակը դուք գիտեք, Ռուսաստանը ճնշում է հիմա մեր տնտեսությունը, ճնշում է Հայաստանը, ճնշում է ապրանքներ չի թողնում, նպատակը շատ հասարակ է, ճնշման տակ պայելով մեր քաղաքացիներին, վախացնելով մեր քաղաքացիներին, որ իրանք գնան ռուսամետ ուժերին տան, որ Նիկոլ Փաշինյանին ձայներ չտան։ Պարզ է, Եվրամիությունը չի կարող անտարբեր լինել եւ Միացյալ Նահանգները այս երևույթի հետ կապված։ Ու դուք հիշում եք հայտնի հայտարարություններ Մարտակոսի, Եվրամիության բարձր պաշտոնյայի, նույն Մարկո Ռուբիոյի, նույն Դոնալդ Տրամպի աջակցությունը Նիկոլ Փաշինյանին ցույց են տալիս, որ իրոք Հայաստանը կարևոր է, ուստեղ գնում է մրցակցություն Միացյալ Նահանգներ Եվրամիություն մի կողմից, մյուս կողմից Ռուսաստան։ Այո, հենց մրցակցություն է գնում բացահայտ այդպես անել, որ ազդեցությունը ուժեղացնել Հայաստանում։ Դա դրական է։ Շատերը ներկայացնում են դա որպես բացասական երևույթ, ուղիղ հակառակը։ Այ երբ որ մենք ոչ ոքի պետք չէինք, մեզ ասում են «Ակուդա вы денетесь», ու Ռուսաստանն էլ ստեղ խաղի կանոնները թելադրողը, կորցրեցինք շատ բաներ։ Հիշեցնեմ Ղարաբաղի մասին, հիշեցնեմ մեր տարածքների մասին։ Ուրեմն շատ լավ է, որ հիմա կառավարությունը գործող Հայաստանի վարում է այդպես քաղաքականություն, որ մենք պետք ենք, այո, գնում է մրցակցություն, ել ավելի լավ աշխատել Հայաստանի հետ։ Ու այդ մրցակցությունից մենք կարող ենք շատ ու շատ դրական բաներ ստանալ, մի մասը ստանում ենք, դրա մասին ես խոսացել եմ, բայց այդ սկզբունքային հարց է։ Ու հիմա նայեք, Ռուսաստանը ճնշում է մեզ, նոր ճնշման ալիքի հետ կապված, երեկվա ալիքի հետ կապված կխոսենք մի քանի րոպե հետո, բայց հիմա ես ինչ եմ ուզում ասել։ Եվրամիությունը արձագանքեց։ Եվրամիության պաշտոնյաները ասում են, որ ուղղակի հիմա գնում է աշխատանք Հայաստան Եվրամիություն, որ Եվրամիությունը մտցնի Հայաստանը այն ծրագրի մեջ, որը կոչվում է Autonomous Trade Measures։ Դա առևտրի ինքնավար միջոցառումներ, եթե թարգմանենք հայերեն, առևտրի ինքնավար միջոցառումներ։ Ինչ ծրագիր է դա։ Դա օգտագործվել է օգնելու համար Մոլդովային եւ Ուկրաինային։ Քանի որ դեր 100%-ով ապրանքները պատրաստ չեն չափարոշիչների Եվրոպայի, նույն Մոլդովայում, նույն Ուկրաինայում, նույն Հայաստանում, բայց մի մասը ապրանքների իրոք բավական լավ որակի են,
ու Եվրոմիությունը կարող է բացել իր սահմանը, իր շուկան այդ ապրանքների համար։ Ու նախկինում Մոլդովայի ու Ուկրաինայի համար բացվեցին այս ծրագրերը։ Հիմա Եվրոմիությունը ուզում է ուղղակի մոտորերը բացել այս ծրագիրը Հայաստանի համար։ Դա ինչ է նշանակում, որ մի մասը մեր ապրանքների, որոնց որակը բավական լավն է, Եվրոմիությունը կթողնի իր շուկա ու ամենակարևորը հարկեր թուրքեր չի վերցնի։ Կոպիտ ասած, չի ավելանա գինը այդ ապրանքների։ Այդ դեպքում ավելի բարդ կլինի ծախել այդ ապրանքները Եվրոմիությունում։ Այդ շատ կարևոր դրական զարգացում է հիմա գնում են բանակցությունները, ինչքան հասկանում եմ Եվրոմիությունը լի է վճռականություն այդ ծրագիրը նաև տալ Հայաստանին։ Ուրեմն այն պնդումները, նաև այդ թվում այդ ռուսամետ ուժերի Հայաստանում, որ 10 տարի շանս չկա ոչ մի ապրանք ծախել Եվրոպայում, սուտ է։ Հենց հիմա մոտ օրերս դուք կտեսնեք դրա արդյունքը։ Բացի դրանից Եվրոմիությունը համաձայնվեց ֆինանսական աջակցություն տալ Հայաստանի, քանի որ Ռուսաստանի կողմից այս վերջի մի ամիսա կոշտ սանկցիոն քաղաքականությունը, երբ որ մեր ապրանքները չեն թողնում ռուսական շուկա, որ մտնի ռուսական շուկա, ռեալ վերին լարսը փակ է մեր ապրանքների համար, իրանք ասում են մենք այս կորուստները կփակենք մասամբ, կաջակցենք ձեզ ու այդ ծրագիրը կբացենք, որի համաձայն դուք մի մասը ձեր ապրանքների կուղարկեք դեպի Եվրոպա։ Լավ նորություններ են, լավ լուրեր են, շատ հետաքրքիր լավ լուր եկավ նաև Մարկո Ռուբիոից, երեկ ես մի լավ լուրի մասին խոսեցի, այսօր նոր լուր եկավ դրական, դուք գիտեք, պարբերաբար Մարկո Ռուբիոն հաշվետվություն է տալիս համապատասխան հանձնաժողով, արտաքին հարաբերություններին հանձնաժողով կոնգրեսում, ներկայացուցիչների պալատում։ Ու այնտեղ Մարկո Ռուբիոն ելույթ ունեցավ ու ասեց, որ կոնֆլիկտը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ավարտվեց, շատ կարևոր պայմանագիր ստորագրվեց Հայաստանի հետ այս Դոնալդ Տրամփ ճանապարհի կառուցման հետ կապված, ու ինքը ասում է մեծ հնարավորություն կբացի այդ ծրագիրը եւ Ադրբեջանի եւ Հայաստանի համար, բայց առաջի հերթին հենց Հայաստանի համար։ Հենց Հայաստանի համար դա էլ ավելի կարևոր։ Ու ինքը ասեց, որ այս ծրագրի շրջանակներում սուվերենությունը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի կպահպանվի։ Անչափ կարևոր բառեր են, քանի որ այդ հարցը կապված մեր սուվերենության հետ ու երբ որ բացվի ճանապարհը Դոնալդ Տրամփ սուվերենության աստիճանը որը կլինի մեր, ամերիկացի կացեցին, որ այս ծրագրում մենք կանք ու սուվերենությունը կպահպանվի Հայաստանի։ Հիմա ի համեմատություն այն դրականի, որ մենք լսեցինք Եվրոմիությունից, Միացյալ Նահանգներից, Վրաստանից, այն դրական մեսիջները, որոնք գալիս են, հիմա Ռուսաստանից ինչ մեսիջներ են։ Ու այսօր ես խոստում եմ ձեզ տալիս մի քիչ մանրամասն բացել այս մեսիջների էությունը, քանի որ մի մասը կրկնվում են, բայց այսօր եկան նոր մեսիջներ Ռուսաստանից։ Ինչ է ուզում Ռուսաստանը, որ անընդհատ կրկնում է ինչ-որ բաներ ու ամեն օր նոր եւ նոր սպառնալիքներ են գալիս մեր ուղղությամբ։ Այդ ինչ նարատիվներ են, խոսույթներ են։ Զուգահեռ մեր ապրանքների համար ամբողջությամբ ռուսական շուկան փակվեց։ Ոչ մի բան չեն ընդունում, ոչ մի ապրանք, ոչ կոնյակ, ոչ գինի, ոչ ծաղիկներ, ոչ բանջարեղեն, միրգ, ոչ մի բան չի ընդունում Ռուսաստանը, ոչ էլ հանքային ջրեր։ Ուրեմն մենք լսում ենք Ռուսաստանից տարբեր մտքեր, օրինակ պրոպագանդիստներից մեկը Ռուսաստանի ասեց պետք է զորքեր մրցնենք Հայաստանի տարածք։ Նու առաջինը ստեղ ռազմաբազա զորք Ռուսաստանի դեր կա Հայաստանում, զորք մտցնել ոչ մի անհրաժեշտություն չկա, հետո այդ պրոպագանդիստներին պետք է ասեմ, որ Հայաստանը չունի ցամաքային սահման
Ռուսաստանի հետ։ Ոնց եք մտցնելու։ Մենք չունենք Ռուսաստանի հետ ընդհանուր ցամաքային սահման։ Մեր կապը գնում է Վրաստանի միջոցով Ռուսաստանի հետ ու վերջի ժամանակներս մի մասը ապրանքների Ադրբեջանով նաև Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան մտնում են մեր տարածք։ Հիմա ինչ է ասում Մարիա Զախարովան։ Մարիա Զախարովան երեք ասեց մի միտք շատ հետաքրքիր։ Ինքը ասում է, այ որ Մարկո Ռուբիոն եկավ Հայաստան, դա ուղղված է Ռուսաստանի շահերի դեմ։ Ես համոզված եմ, որ շատերը նաև այդ թվում իշխանությունները ինչ բացատրություններ կտան այդ Մարիա Զախարովային ասացին, որ Մարկո Ռուբիոն եկավ ու դա Ռուսաստանի շահերին խփում է։ Կասեն, որ ոչ, մենք բալանսավորող քաղաքականություն ենք վարում, ես կասկած չունեմ, որ այս ձևի բացատրություն մենք իշխանությունից կստանանք։ Ինչի ճիշտ է։ Բալանսավորող քաղաքականությունը իր մեջ չի պարունակում մեկին հանել, մյուսին տաշել, մյուսին էլ բարեկամ դարձնել։ Այլ դու աշխատում ես մի քանի խաղացողների հետ։ Բայց ես կասեմ իմ պատասխանը։ Համաձայն լինելով այս ձևի բալանսավորված քաղաքականության գաղափարախոսությանը։ Այդ ամենով ես պետք է ասեմ։ Բայց ինչու պետք է Հայաստանը Ռուսաստանի շահերով շարժվի։ Այ Մարիա Զախարովան։ Իր ասածը որն էր, որ աշխատելով Ամերիկայի հետ դուք Ռուսաստանի շահերի դեմ եք։ Ես էլ ասում եմ Մարիա Զախարովան, ինչու մենք պետք է Ռուսաստանի շահերը ստեղ առաջ տանենք։ Ինչա դուք մեզ աջակցեցիք Ղարաբաղի հարցում։ Ինչա դուք մեզ աջակցեցիք, երբ որ մեր տարածք մտան օտար երկրյա զորքերը։ Ուրեմն մենք մտածում ենք մեր շահերի մասին։ Մյուս միտքը, որը Մարիա Զախարովան ասեց, որ Միացյալ Նահանգները իրենց մասին են մտածում, աշխատելով Հայաստանի հետ, այդ տրիպ ծրագրի մասին խոսեց Մարիա Զախարովան, այդ միայն Ամերիկայի շահերն են, Ամերիկան միայն իր մասին է մտածում։ Ստեղ էլ պատասխանը շատ հասարակ է, բայց ինչու Ամերիկան չպետք է մտածի իր շահերի մասին, այդ բանը չեմ հասկանում։ Հենց Ամերիկան մտածելով իր շահերի մասին եկավ Հայաստան։ Ու մենք էլ նայեցինք համընկնում է ամերիկացիների շահերի հետ մեր շահերը։ Պարզվեց համընկնում են։ Ուրեմն ամերիկացիք եկան մեզ մոտ ունենալով իրենց շահերը ու պարզվեց այդ շահերը մեր շահերի հետ համընկնում են, դա է պատճառը, որ մեր կառավարությունը այդ տրիպ ծրագիրը ուզում է իրականացնել, աշխատանք գնում է։ Այս ինչ դրվածք է։ Եթե ամերիկացիք չունենային շահեր, չէին գա ստեղ։ Ուրեմն շահեր ունենալը դա բացասական չի։ Այս նարատիվները Ռուսաստանը շատ նուրբ անցկացնում է Հայաստանում։ Մասամբ դա ստացվում է։ Ես շատերից լսում եմ, ասում են, հա, լավ ծրագիր է, բայց ամերիկացիք իրենց շահերից ելնելով։ Բայց խի ամերիկացիք չպետք է իրենց շահերով շարժվեն։ Գլխավորը մենք պետք է նայենք, մեր շահերով համընկնում է շահերի հետ այդ ծրագիրը, միանշանակ համընկնում է։ Մյուսը նորից կոչեր մի քանի պաշտոնյայից Ռուսաստանի, նաև Մարիա Զախարովայից, որ հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի, ու մենք հույսով ենք, որ հայ ժողովուրդը ինքը այդ ընտրությունը գիտակցված կանի։ Ու երբ որ Մարիա Զախարովան Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Ալեքսանդր Պանկինը, փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նույն միտքը ասում են, որ հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի ու չսխալվի իր շահերից ելնելով, երբ որ ինքրանք դա ասում են, իրենք մտածում են, որ իրենց ազդեցությունը Հայաստանում այդքան ուժեղ է, որ հայ ժողովուրդը կլսի իրանց ասածը ու կքվյարկի ռուսամետ ուժերի օգտին։ Ոչ, հայ ժողովուրդը ինքը կմտածի ու որոշում կկատարի ում օգտին քվյարկեն։ Ու հավաստիացնում եմ այս ռուս 3 պաշտոնյաներին, որ մեր ժողովուրդը իրոք երկար կմտածի ու ամսի 7-ին ձեզ պատասխան կտա։ Բայց այս մեսիջները ինչից են գալիս, որ Ռուսաստանում մտածում են, որ ազդեցությունը այդքան մեծ է, որ իրանց ասելով մեր ժողովուրդը կգտա ու կքվյարկի ռուսամետ
ուժերի օգտին։ Ես չգիտեմ ոնց է մեր ժողովուրդը քվեարկելու։ Ամեն մեկս մեր խղճի առաջ կգնանք կքվեարկենք։ Բայց որ մեր ժողովուրդը մտածելով մեր երկրի մասին կքվեարկի, ես կասկած չունեմ։ Ու ոչ մի իրանց այդ հուշելը, որ մտածեք ձեր ապագայի մասին սխալ չանեք, ոչ մի ազդեցություն ստեղ չունի Հայաստանում։ Միգուցե ազդեցություն ունի տնտեսական ոլորտում, տնտեսական սուբյեկտների ոլորտում, քանի որ իրոք մեծ հիմա կորուստներ են ունենում բիզնեսի ներկայացուցիչները, քանի որ շուկան փակ է, նոր շուկաները միջև բացվեն, ստեղ պարզ է դժգոհություն կլինի, բայց մեր ժողովուրդը այնուամենայնիվ ազատ պետք է քվեարկություն անի ու պետք չի ճնշել մեր ժողովրդին։ Ես պետք է ասեմ, որ քանի որ Արարատ Միրզոյանը Շուշապետ հապկի հարցը, հիշում եք երեք ես ձեզ ասեցի, ինքը ասեց, այո, հապկում սառեցված է մեր անդամակցությունը ու շատ հավանական է, որ մենք դուրս կգանք հապկից, հապկի պաշտոնյաները խառնվեցին, գլխավոր քարտուղարը ասեց, այսօր էլ հապկի լիարժեք անդամ է Հայաստանը, այսօր էլ մենք չենք ստացել ոչ մի դիմում, որ Հայաստանը դուրս է գալիս հապկից, ու ասեցին, որ այդ հապկից դուրս գալը կամ մնալը դա հայ ժողովրդի իրավունքն է եւ Հայաստանի կառավարության իրավունքն է, մեր օրենքների համաձայն հապկից դուրս գալու հարցը դա կառավարության գործող կառավարության հարցն է, եթե գործող կառավարությունը որոշի, կարող է հանգիստ վերջնական քայլ անի դուրս գա հապկից, նո մեր կառավարությունը համարում է, որ այս բային այդ պահը չի։ Հիմա Շոյգուն դու գիտեք, այդ հայտնի մարդ է, որը 2020 թվի պատերազմից անմիջապես հետո, այդ զինադադարից անմիջապես հետո, ասեց, որ Թուրքիայի հետ միասին, Թուրքիայի ռազմականների հետ միասին, մենք անցկացրեցինք օպերացիա հայերի դեմ, Ղարաբաղի հայերի դեմ, այդպես էլ ասեց, Ղարաբաղում անցկացրեցինք օպերացիա համատեղ ռուս-թուրքական։ Այդ հենց Սերգեյ Շոյգուն էր։ Ու այդ Սերգեյ Շոյգուն ինչ-որ վերջի ժամանակներ շատ է փորձում մեզ վախացնել։ Ինքը տարբեր բաներ ասեց, երեք ինքը ասեց Հայաստանի իշխանությունները չեն ուզում հանրաքվե անցկացնել Եվրոմիություն կամ ԵԱՏՄ այդ հարցերով, քանի որ վախում են, որ ժողովուրդը այլ ձևի քվեարկություն կկատարի։ Ինքը ասեց, որ տուրիստները Ռուսաստանից որոնք գալիս են, ի վերջո թողնում են Հայաստանում 1.5 միլիարդ դոլար, դրանից Հայաստանը կարող է զրկվել։ Ինքը ասեց, որ գազը 3-4 անգամ գինը գազի կմեծանա, կավելանա, ինչը սուտ է, ես ձեզ երեք ասի, ռեալ մենք առնում ենք գազը ոչ թե 177 դոլարով, այլ 400-ով, բարեբախտաբար նաև Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մենք շատ ու շատ ավելի բարձր գնով առնում ենք ռուսական գազը, քան թե Ռուսաստանը ասում է։ Բայց Շոյգուն չափը անցավ։ Ինքը սպառնաց մեզ, որ աղետ կլինի մեր ատոմակայանում։ Ինչ առիթ ինքը գտավ։ Ինքը ասում է հայկական ատոմակայանում իշխանությունները Հայաստանի անցկացնում են ինչ-որ աշխատանքներ, որոնք Ռուսաստանի հետ չեն համաձայնեցված։ Ավտոմատ դա նշանակում է, որ Հայաստանի ատոմակայանում կարող է լինի աղետ։ Նո, դրանից ավելի ուժեղ վտանգ սպառնալիք դժվար է պատկերացնել։ Դու գիտեք, որ մեր ատոմակայանում ոչ միայն Ռոսատոմն է անցկացրել աշխատանքներ ուժեղացնելու մեր ատոմակայանի անվտանգությունը։ Նաև անցկացրել են Ֆրոմատոմը, ֆրանսիացիք համատեղ Ռոսատոմի հետ ու վաղուց է դա եղել, ուրեմն այս ինչ հեքիաթ է պատմում։ Ինքը ասում է, քանի որ կան աշխատանքներ, որոնք մեզ հետ չեն համաձայնեցված, ուրեմն կարող է ամեն ինչ լինի ու աղետ լինի այդ ատոմակայանում։ Պարզ է ինքը նկատի ունի, որ ամերիկացիք եղել են մի ամիս առաջ, թե երբ մոտավորապես մի ամիս առաջ, երբ որ ամերիկացիք
իրոք անվտանգության հետ կապված մեր ատոմակայանի ինչ որ քննարկումներ անցկացնել են ատոմակայանի ղեկավարության հետ ու դա ցավոտ ընդունեց Ռուսաստանը ու հիմա մեզ հիշեցնում են ու սպառնում են մեզ ուստեղ ցավով պետք է ասեմ որ Ռուսաստանը այս ճնշումը մեր վրա անում է մի պատճառով որ ներսում կա պրոռուսական ուժեր ռուսամետ ուժեր ներսում մենք լսում ենք որ հապկից չի կարելի դուրս գալ ներսում մենք դա լսում ենք մեր քաղաքական ուժերից հապկից պետք չի դուրս գալ այդ ոնց որ քո ոտին կրակես ես էլ ասում եմ հապկը երբ որ Ադրբեջանը մտավ հասավ դեպի ջերմուկ հապկը ասեց դա միջսահմանային վեճ է ինչ է դուք համարում եք որ ջերմուկը մերը չի ջերմուկը սահմանից 7-8 կիլոմետր է ուրեմն հապկին փորձել պաշտպանել շատ զարմանալի է բայց այդ թեզերը իրանք պաշտպանում են Ռուսաստանի թեզերը դες Ռուսաստանի նարատիվները փորձում են տարածել Հայաստանում կամ ասում են 10 տարի էլ Հայաստանի ապրանքները չեն կարողանալու մտնեն Եվրոմիություն Հիմա Եվրոմիության ես նոր որոշման մասին ասեցի, հիմա գնում են բանակցություններ, մեզ մտցնում են այն ծրագրի մեջ, որ այն մասը ապրանքների, որոնք վատ որակ չունեն, լավ որակի են, Եվրոմիությունը պատրաստ է այդ կարգով, արագ կարգով թողնել Եվրոմիության շուկա առանց հարկեր, տուրքեր հավաքելու։ Ուրեմն սուտ է, երբ որ ասում են, որ Եվրոմիության շուկա մենք 10 տարում չենք մտնի։ Այո, ընդդիմությունը փորձում է լարվածություն մտցնել, բոլոր երեք այդ գլխավոր ռուսամետ ընդդիմության ներկայացուցիչները ասում են, որ եթե ֆալսիֆիկացնեն ընտրությունները, իրանք հրապարակներից դուրս չեն գա, իրանք պայքարի դուրս կգան ընտրություններից օրվա մյուս օրվանից հունիսի 8-ից եւ այլ դա էլ ցույց է տալիս, որ իրանք Ռուսաստանի հունով են գնում։ Ռուսաստանը ուզում է ապակայունացնել մեր վիճակը, բարդացնել մեր ընտրական process-ը, ապակայունացնել ոնց արեցին Արցախում։ Եվ որ ստիպեցին, որ հրաժարական տա ընտրված նախագահան Արցախի դելեգիտիմացրեցին ու տվեցին հնարավորություն Իլխամ Ալիևին լուծել Ղարաբաղի հարցը ոնց լուծվեց։ Ուրեմն մենք տեսնում ենք այս բարդ process-ները ու պետք է ասեմ, որ մենք պետք է ընտրություն կատարենք։ Նախ կոչ եմ անում իրոք գնալ ընտրությունների, բոլորդ գնացեք, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, բոլորդ գնացեք ընտրությունների։ Այս ընտրությունները հեշտ ընտրություններ չեն, դա սկզբունքային ընտրություններ են։ Ռուսաստանը ակտիվ միջամտում է այդ process-ի մեջ, ուզում է ազդել, կասկած ես չունեմ, որ մասամբ ազդում է, մասամբ վախացնում է մեր քաղաքացիներին, հետևանքներով ծանր, բայց մենք պետք է ասենք, մենք ուզում ենք ինքնուրույն պետություն ունենալ, թե վասալային հարաբերությունների մեջ լինել Ռուսաստանի հետ, ենթարկվել Ռուսաստանին ու անընդհատ վատ հարաբերությունների մեջ լինել մեր հարևանների հետ։ Ինչ ենք մենք ուզում, էսա լուծվում հիմա։ Թե մենք փորձենք կառուցել մեր 4 հարևանների հետ, անմիջական հարևանների հետ հարաբերություններ ու այդ հարաբերություններով շարժվենք դեպի կայունություն մեր տարածաշրջանում, դեպի խաղաղություն մեր տարածաշրջանում, ստեղա ընտրություն, որը պետք է կատարի մեր քաղաքացին։ Ու ստեղ ինչն է կարևոր, Ռուսաստանը բիրտ ուժով, սպառնալիքներով ուզում է անցկացնել իր ուզածը։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։